Մենք առաջարկելու ենք նոր հարկային համակարգ, որը համապատասխանելու է այս տնտեսական մոդելին։ Մենք հրաժարվելու ենք սպառման հարկման մոդելից, վերացնելով ավելացված արժեքի հարկը աստիճանաբար, այն փոխարինելով վաճառքի հարկով 5-ից 6% հարկման բեռով, պարզ եւ արդար ձևաչափով։ Մենք կբարձրացնենք ուղղակի հարկերի, մասնավորապես շահութարկի եւ եկամտային հարկի դերը, դրանց պրոգրեսիվ հարկման համակարգերը դարձնելով զարգացման եւ սոցիալական բևեռացման մեղմման խթան։ Փոքր ու միջին բիզնեսի համար ներդրվելու են նվազագույն հարկային ռեժիմներ նորարարական գաղափարները խթանելու համար։ Վերաիմաստավորված բաժնետիրական ընկերությունների համար շահութարկի հարկման նոր համակարգ կներդրվի, միջազգային փորձին համահունչ։ Շահութարկ վճարելու պարտականությունը միայն դիվիդենդների բաշխման դեպքում կրելու պարտավորություն սահմանելու միջոցով։ Մինչ նոր համակարգի գործարկումը ՀՄԶ-ների համար մենք վերականգնելու ենք մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հարկման այլընտրանքային համակարգերին, շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերին հասանելիությունը, ինչպես նաեւ հարկային բեռի հաշվարկման նախկինում գործող դրույքաչափերը չեղարկելով հարկային օրենսդրության մեջ անհեռատես, անհիմն եւ ակնհայտ միայն ֆիսկալ նպատակ հետապնդող վերջին փոփոխությունները։